Փրկության համար աղոթք։ Օհ, թե ճեղքեիր երկինքը վայր իջնեիր, քո առաջը սարերը պիտի հալվեին, ինչպես կրակով վառվում է խռիվը, և ջուրը եփում կրակով, որ իմացնեիր քո անունը քո թշնամիներին, և քո երեսից դողային ազգերը։ Երբ որ դու արիր այս սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում, և իջար, քո երեսից սարերը հալվեցան, և հավիտենից ի վեր չէ լսված, և ականջի չէ հասած, աչքն էլ չէ տեսել, որ քեզանից բացի մեկ ուրիշ Աստված այսպիսի բաներ աներ իր անհուսացողներին։ Դու հասնում ես ուրախ եղողին և արդարություն անողին, որ հիշում են քեզ քո ճանապարհներումը։ Ահա դու բարկացար, և մենք հանցավոր էինք, հավետ դրանցում ենք գտնվում։ Մի՞թե մենք կփրկվենք, և մենք ամենքս պիղծ բանի պես ենք դառել, և դաշտանի շորի պես է մեր ամեն արդարությունը, և տերևի պես մենք ամենքս թորոմել ենք, և մեր հանցանքները քամիի պես վեր են առնում մեզ։ Եվ քո անունը կանչող չկա, մեկ զարթնող, որ քեզանով զորանար, որովհետև դու ծածկել ես քո երեսը մեզանից, և մեզ մաշեցնում ես մեր անօրենությունների միջոցով։ Եվ հիմա, ով Տեր, դու ես մեր հայրը, մենք կավն ենք, և դու մեր բրուտը, և քո ձեռքի գործն ենք մենք ամենքս։ Խիստ մի բարկանար, ով Տեր, և մի հավիտյան հիշիր անօրենությունը, ահա նայիր մեկ, ամենքս քո ժողովուրդն ենք, քո սուրբ քաղաքները անապատ են եղել, Սիոնը անապատ է դառել, Երուսաղեմը ավերակ, մեր սրբության և մեր փառած տունը, որի մեջ քեզ օրհներգում էին մեր հայրերը, կրակի ճարակ է դառել, և մեր ամեն ցանկալիքը ամայի են դառել։ Այս բաների վրա պիտի զսպես քեզ, ով Տեր, պիտի լռես և մեզ անչափ նեղես։ Փրկիր Տեր մեզ այս անգութ պատերազմից, Հիսուս Քրիստոսի զորավոր ու սուրբ անունով, ամեն։